Բարև ձեզ ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Երբ ես ասում եմ, թող Աստված ձեզ օրհնի, ինձ հետ միասին մտածեք, դա ինչ Աստված է։ Այդ որ Աստվածը կարող է ինձ օրհնել և փոխել իմ կյանքը։ Ո՞վ է նա։ Ես գիտեմ նրա խոսքը, ունեմ որոշ տեղեկություններ նրա մասին, շատ բաներ գիտեմ Աստվածաշնչից, բայց իմ կյանքը դեռ չի փոխվում։ Շատ մարդկանց մոտ հենց այս իրավիճակն է։ Եվ որտեղ է այն Աստվածը, ով խոստացել և ասել է, որ այն խոսքը, որը նրանից է դուրս եկել, դատարկ հետ չի վերադառնալու, այլ կատարելու է այն, ինչի համար ուղարկված է եղել։ Որտեղ է այդ Աստվածը։ Դա մարդկանց ամենամեծ խնդիրներից մեկն է։ Շատ մարդիկ միայն տեղեկություն ունեն Աստծո մասին։ Նրանք Աստծո խոսքը շատ լավ գիտեն, բայց Աստվածաշնչի հեղինակին չեն ճանաչում։ Տարբերությունը հենց դրանում է։ Եվ շատ մարդիկ ասում են. «Եպիսկոպոս, ես այսքան տարի եկեղեցում եմ, բայց դեռ իմ կյանքը չի փոխվել, որովհետև դուք մինչև հիմա չունեք Աստծո հոգուն, դուք դեռ Սուրբ Հոգուն չունեք։ Աստված իր որդուն էր ուղարկել, որպեսզի նա փրկի աշխարհը։ Եվ իհարկե, ովքեր որ նրան հավատում են, նրանք կփրկվեն։ Բայց որպեսզի այդ փրկությունը մինչև վերջ պահեք, դուք պետք է ունենաք Սուրբ Հոգուն, որովհետև երբ Աստված Հիսուսին էր ուղարկել, Հիսուսից հետո էլ նա ուղարկեց Սուրբ Հոգուն։ Եվ ինչի համար։ Որպեսզի առաջնորդի իր աշակերտներին, առաջնորդի բոլոր նրանց, ովքեր հավատում են նրան։ Եվ եթե դուք ասում եք, բայց ես հավատում եմ Աստծուն, և ես դեռ չեմ ստացել Սուրբ Հոգուն, դա նրանից է, որ դուք ձեր կյանքը չեք տվել Աստծուն։ Ուղղակի ձեր կյանքից ինչ-որ մաս եք տվել, ինչ-որ արժեքներ։ Դուք դեռ Աստծուն ձեր սիրտը չեք տվել։ Հնարավոր է ձեր սիրտը մինչև հիմա այս աշխարհի հետ է կապված։ Միավորված է այս աշխարհի հետ։ Եվ ինչպես կարող է Աստծո Հոգին փոխել ձեր կյանքը, եթե ձեր սիրտը դեռ նրան չի պատկանում։ Մեկ օրինակ բերեմ. Եթե դուք հանդիսանում եք ինչ-որ երկրի քաղաքացի, այդ երկիրը պետք է հնարավորություն տա, որպեսզի դուք նրա քաղաքացին համարվեք։ Երկիրը ձեզ թղթաբանություն է տալիս, անձնագիր, և այդ նույնն էլ հոգևոր դաշտում։ Եթե դուք համարվում եք Աստծո արքայության քաղաքացին, եթե դուք արդեն ունեք Սուրբ Հոգուն, ուրեմն դա արդար է, որպեսզի Սուրբ Հոգին առաջնորդի ձեզ դեպի որակյալ կյանքի։ Դա Աստծո արդարությունն է ձեզ համար։ Բայց ձեր կողմից էլ հարկավոր է, որպեսզի դուք ձեր ամբողջ կյանքը նրան տաք և ինքներդ 100%-ով արդար լինեք նրա հանդեպ։ Դուք ձեզ ամբողջությամբ տալիս եք Աստծուն, Աստված էլ իրեն ամբողջությամբ տալիս է ձեզ։ Հիսուսը ասել է դրա մասին։ Ասել է իր աշակերտներին, բոլորին, ում որ քարոզում էր, որ Աստված Սուրբ Հոգուն չափով չի տալիս։ Կամ դուք ունեք Սուրբ Հոգու ամբողջությունը, կամ էլ ընդհանրապես չունեք նրան։ Եվ ինչպես կարող եք իմանալ, որ դուք ունեք Սուրբ Հոգուն։ Երբ որ դուք ստանաք Սուրբ Հոգու մկրտությունը, դուք չեք կարող չհասկանալ դա։ Երբ Սուրբ Հոգին կիջնի ձեզ վրա, դուք այդ հաստատումը կունենաք։ Դուք կզգաք և վստահ կլինեք, որ նրա ներկայությունը ձեր ներսում է։ Եվ բացի այդ անձնական հանդիպումից նրա հետ, դուք կնայեք ձեր կյանքին և արդեն կտեսնեք, դուք ապրում եք Աստծո արքայության մեջ, թե ոչ։ Որովհետև Աստծո արքայությունում ապրում են միայն նրանք, ովքեր ունեն Սուրբ Հոգուն, ում որ Սուրբ Հոգին առաջնորդում է, և շատ մարդիկ թերագնահատում են Սուրբ Հոգու մկրտությունը։ Սուրբ Հոգու մկրտությունը դա ևս մեկ տարբերակ չէ։ Դա շատ պարտավոր և կարևոր բան է։
Դա կյանքի եւ մահվան հարց է։ Եվ Հիսուսը շատ պարզ ասել է. դուք կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ ազատ կդարձնի։ Այդ ժամանակ նրան հրեաները պատասխանեցին. մի վայրկյան, մենք Աբրահամի ժառանգներն ենք, եւ մենք ոչ ոքի համար ստրուկ չենք, որպեսզի ազատվենք։ Բայց նրանք ինչ որ ասացին, դա ճիշտ չէր իհարկե։ Նախ նրանք մեղքի մեջ էին ապրում, սկզբից ծառայում են մեղքին, եւ հետո նույնպես Հռոմին։ Եվ նրանք այդ կրոնական խաբեության մեջ էին ապրում։ Այդպիսի մարդիկ Աստվածաշունչը կատարյալ գիտեին։ Ճանաչում էին բոլոր մարգարեներին, բոլոր օրենքները։ Աստվածաշնչից նրանք շատ բան գիտեին, բայց նրանք չունեին այն բանի հասկացողությունը, թե ինչ է ճշմարտությունը։ Նույնիսկ Հիսուսն էր նրանց մոտ գտնվում։ Նրանք տեսնում էին Հիսուսին, բայց չնայած այդ ամենին, չէին ճանաչում ճշմարտությունը։ Եվ դա կրոնավոր մարդկանց ամենամեծ խնդիրն է։ Մարդիկ ասում են, ես ամեն ինչ գիտեմ։ Երբ նրանց փորձում ես ուղղել, ինչ որ բան սովորեցնել, նրանք միանգամից ասում են. պետք չէ, ես գիտեմ։ Ես գիտեմ, թե ինչպես է պետք անել։ Այդպիսի մարդիկ գիտեն ամբողջ պատմությունը, ամբողջ Աստվածաշունչը։ Այն, որ դուք Աստվածաշունչն ամբողջությամբ գիտեք, դա չի նշանակում, որ դուք ճանաչում եք Աստծուն։ Հնարավոր է դուք ամեն ինչ գիտեք, բայց Հիսուսին դուք դեռ չեք ճանաչում։ Եվ հենց դա է խնդիրը, որովհետև Հիսուսը ճշմարտությունն է։ Եթե դուք ճշմարտությանը չեք ճանաչում, Աստծո հետ կապ ունենալ դուք չեք կարող։ Ես ինքս եղել եմ այդ իրավիճակում։ Առաջ երբ ես նոր էի սկսել եկեղեցի գալ, ես մի քանի տարի շարունակել եմ եկեղեցու ներսում մնալ առանց Հիսուսին ճանաչելու։ Ես հավատում էի, Աստվածաշունչ էի կարդում, աղոթում էի, բայց իմ կյանքը չէր փոխվում։ Ես Աստծո խոսքը գիտեի որոշ չափով, բայց իմ կյանքը դեռ չէի տվել Աստծուն։ Ես միայն խոսքերով էի ընդունում Հիսուսին, բայց իրականում իմ կյանքը չէի տալիս։ Բայց երբ Սուրբ Հոգին ցույց տվեց ինձ իմ մեղքերը, ես տեսա, թե որքան մոլորված եմ ես։ Տեսա, որ փրկված չեմ։ Եվ այդ ժամանակ ես հարցրեցի. ով ինձ կփրկի։ Իսկ Սուրբ Հոգին ինձ ցույց տվեց Հիսուսին։ Հիսուսը կփրկի քեզ։ Եվ այդ պահին Աստծո ներկայությունն այնքան հիանալի էր, որ ես չէի ցանկանում շարունակել ապրել, որպեսզի այդ ուրախությունը եւ խաղաղությունը չկորցնեմ։ Այդ պահին ես միավորվեցի Աստծո հետ։ Ես այնքան ուրախ էի։ Եվ ինչպես որ ասացի, չէի ուզում շարունակել ապրել, որպեսզի չկորցնեմ դա, չկորցնեմ այդ փրկությունը։ Իհարկե մենք այդպես փրկությունը չենք կորցնում, բայց այդ խաղաղությունը, ուրախությունն այնքան մեծ էր, որ ես չէի ցանկանում կորցնել դա։ Ավելի լավ էր ինձ համար մահանալ, գնալ Աստծո մոտ, քան շարունակել ապրել եւ կորցնել դա։ Եվ հենց դրա համար Սուրբ Հոգին է պետք, որպեսզի մարդիկ չկորցնեն ոչ իրենց փրկությունը, ոչ էլ այդ ուրախությունը եւ խաղաղությունը։ Բայց Աստված նախընտրեց, որպեսզի ես շարունակեմ ապրել եւ տարածել նրա խոսքը։ Առաջին բնավորությունը շատ վատն էր։ Ես շատ ծանր բնավորություն ունեի, շատ ագրեսիվ էի, բայց Աստված ամեն ինչ փոխեց։ Եվ այդ ժամանակ ես Աստծուն ասացի. Տեր, ուրեմն ինձ սովորեցրու, թե ինչպես կարող եմ փոխանցել մարդկանց այս մեծ խաղաղություն, այս փրկությունը, որը դու ինձ ես տալիս։ Եթե ես շարունակում եմ ապրել, ուրեմն ես ուզում եմ քեզ ծառայել։ Այդ պահից սկսած ես ցանկանում էի մարդկանց օգնել։ Ցանկանում էի ծառայել Աստծուն, փրկել այն մարդկանց, ովքեր մեղքի մեջ են, ովքեր կախվածությունների մեջ են, ում կյանքը կործանված է։ Ես ցանկանում էի օգնել այն մարդկանց,
ովքեր կախված են այս աշխարհից եւ բաց չեն թողնում աշխարհը։ Եվ այդ ժամանակ ես սկսեցի ծառայել Աստծուն։ Ես փրկում էի մարդկանց, փոխանցում էի նրանց Աստծո խոսքը, փոխանցում էի այն ամենն, ինչ որ Աստված բացել է ինձ։ Եվ սա այն է, ինչի մասին ես ձեզ պատմում եմ։ Եթե դուք չեք ստացել Սուրբ Հոգուն, եթե դուք Տեր Հիսուսին չեք ճանաչում, անիմաստ է աստվածաշնչյան գիտելիքներ ունենալ։ Դուք կարող եք Աստծո խոսքը սովորել, ինչպես որ բանաստեղծություն են սովորում։ Դուք կարող եք անգիր իմանալ, կարող եք ամեն ինչ հասկանալ նույնիսկ, բայց դուք չեք ճանաչում Աստվածաշնչի հեղինակին։ Հենց դրա համար էլ ձեր կյանքն այդ վիճակում է գտնվում։ Ես հիմա ֆինանսականի մասին չեմ խոսում միայն։ Կարևորն այն է, ինչ որ ձեր ներսում է։ Ինչ է գտնվում հիմա ձեր ներսում։ Ընդհանրապես, մարդկանց ամենամեծ աղքատությունը նրանց մտքում եւ նրանց ներսում է։ Բայց եթե դուք ձեր կյանքը 100%-ով տաք Աստծուն, դուք 100%-ով Սուրբ Հոգուն կստանաք։ Իսկ եթե դուք Սուրբ Հոգուն չստանաք, դուք անընդհատ մարդկանցից այդ ողորմությունն եք խնդրելու, ինչպես որ հիմա շատ հավատացյալներ անում են։ Խնդրում են, որպեսզի ուրիշներն իրենց համար աղոթեն։ Իհարկե դա վատ չէ, դա ճիշտ է։ Մենք աղոթում ենք միմյանց համար։ Բայց կան մարդիկ, ովքեր չափից շատ են դա անում։ Ինչու դուք ինքներդ ձեզ համար չեք աղոթում։ Դուք անընդհատ խնդրում եք, որպեսզի ինչ-որ մեկը աղոթի ձեզ համար։ Դուք ինքներդ պետք է հարաբերություն ունենաք Աստծո հետ։ Եվ դրա պատճառներից մեկն այն է, որ դուք ձեր աղոթքին չեք հավատում։ Դուք ձեր համար ինքներդ չեք աղոթում, որովհետև չեք հավատում, որ ձեր աղոթքը կարող է գործել։ Բայց նրանք, ովքեր ունեն Սուրբ Հոգուն, նրանք հավատում են իրենց աղոթքին։ Եվ երբ նրանք խոսում են իրենց երկնային Հոր հետ, նրանք գիտեն, որ նրանց Հայրը լսում է իրենց։ Եվ ոչ միայն լսում է, այլ նույնպես կպատասխանի։ Շատ լավ, իմ ընկերներ։ Թող Աստված ձեզ առատորեն օրհնի։ Մինչ մյուս հաղորդում։ Ամեն։